բոլորը ականատես եղան, թե երիցս իրականում ով ինչքանով է ինքնուրույն, ով ինչքանով է քաղաքական, ով ինչքանով է Երևանցու շահերը սպասարկում, բայց այդտեղ ոչ մի արտառոց կամ սենսացիոն բան չկա, հանրային խմբակցության են հավաքանու անդամները, ովքեր ապահովել են Տիգրան Աբրահամյանի ընտրությունը, այն հավաքանու անդամները հանրային ձայնի, ովքեր ապահովել են տրանսպորտի թանկացումը, կարմիր կետագծերի թանկացումը նախորդիվ, այս անգամ էլ նույն դիրքերից հանդես եկան, կամ մի պարզ բան, կամ թվաբանորեն եք վիժեցնում իշխանության բերած նախագիծը, կամ եթե ինչ-ինչ պատճառներով այս պարագայում օբյեկտիվորեն անհաղթահարելի պատճառներով թվաբանությունը չի թույլ տալիս, կա պարզ մեխանիզմ չմասնակցել եւ չապահովել քվորում։ Հիմա եթե դու ոչ մի բանով կաշկանդված չես, կառավարելի չես, հաճախորդ չես, քո համար ինչ տարբերություն դեմ կքվեարկես, թե ընդդիմադիր մնացյալ ավագայինների հետ համերաշխ կբոյկոտես։ Եթե դու կաշկանդող բան չունես, ինչի՞ չես բոյկոտում։ Եթե դու պայմանավորվածություն չունես, եթե դու կառավարելի չես, ինչի՞ չես բոյկոտում։ Իրականությունը պարզ է, այսինքն քաղաքային իշխանությունը արդեն ոչ թե 2, այլ 2.5 օֆիցիալ կոալիցիա ունի ու պետք չի սեթևեթել, պետք է պարզ այդ մասին հայտարարել եւ ոչ թե գալ ամբիոնից խոսել խանութներ փակելու եւ այլ թեմաներից։ Ինչ վերաբերում է այդ տրանսպորտի էպոպեային, կարմիր գծերին, դե այնքան է բազմիցս ասվել, որ ասում եք բան, ինչ-որ քաղաքացիներ մեզ դիմում են։ 17000 երևանցի ստորագրություն էր տվել, որ նիստ անեինք, ճողոպրեցիք դահլիճիկ, այդ մարդկանց կարծիքը ձեր համար հեչ։ Եթե դուք վստահ եք տրանսպորտի եւ կարմիր գծերի հետ կապված ձեր ասելիքի մեջ, ուզում եմ հավաքանին բան անի, էլի, արտահերտ նիստ հրավիրեն 10 օրը մեկ, պետք է գաք նույն բանը անխոնջ կրկնեք գնաք։ Այո, դուք Երևանցուն դարձել եք տուգանքի մատերիալ, ու այդ հասարակական կարգի պահպանության այդ հաստիքացուցակը, որ ավելացնում եք աշխատավարձերը եւ այլ եւ այլը, ժողովուրդ ուզում է մի այդքան հաստիքացուցակ էլ մյուս նիստին բերեք։ Եթե շուրջ 850 վերգետնա շարժակազմ ամեն օր շրջանառության մեջ, դուք հո 850 հսկող չեք պահելու առավոտից երեկո տրանսպորտի մեջ։ Կոչ ենք անում բոյկոտի, բոյկոտը աշխատում է, սկզբից ասում եք չի աշխատում։ Մեկ էլ սկսում եք բոյկոտի դեմ քայլեր անել։ Պարլամենտում գնում եք օրենքներ եք փոխել տալիս, որ դառնա քաղաքացին տուգանքի մատերիալ։ Մեկ էլ օրենսդրական փոփոխություններ եք անում, որ հնարավոր չլինի տեղական հանրաքվեի գնալ։